ասեմ քո մասին։ Ես եմ մայրը, որտեղ ես ընդեղել իմ երեխեն։ Լսի ինչ է եղել։ Դրան տեսել ես նորից ոտերը թուլացել, հա։ Կարող ես ուզում ես նորից հետ գնաս մոտը։ Ուր ուզում ես գնա, բայց առանց երեխու։ Իսկ ինչ է քեզ թվում, որ եթե քո հետ չեմ ուզում ապրել, ուրեմն անպայման ուրիշի մասին եմ մտածում։ Այսքան տարի հետս ապրում ես, տենց ես ինձ ճանաչում։ Դու ինքան էգոիստ ես, որ ոչ իմ մասին ես մտածում, ոչ էլ երեխու։ Հանկարծ չմտածես, որ պիտի հետևիցդ վազեմ, ոտերդ ընկնեմ, որ տուն գաս։ Խորտակեցիր կյանքս։ Տաղուս կյանքներ ընդե փչացրեցիր։ Ես փչացրի։ Հա, դու, քո սուտ բարությամբ, հոգատարությամբ։ Չես ամաչում։ Ես Հենրիի կյանքը ոնց կարող էի փչացնել։ Դու գնաս ում հետ պատահի քնես երեխա ունենաս, վերջում պարզվի ես եմ մեղավոր։ Չնայած ինչ եմ զարմանում, դու միշտ քո հարցերը տենց ես, չէ՞ լուծում։ Մեղքը իմ վրա բարթելով։ Կարճ կոնկրետ։ Ուր ուզում ես գնա, ինչ ուզում ես արա, բայց լավ իմացի, քանի ես ողջ եմ, դուք իրար հետ չեք լինելու։ Ու ինձ չներվայնացնես, երկուսիդ եք սատկացնեմ։ Ավելի լավ էր մեռնեի, քան այս ամեն ինչի ինձ հետ կատարվեր։ Ինչ ա եղել, ինչ ես քեզ պատեպատ տալիս, չեմ հասկանում։ Ես չեմ հասկանում, դու ես տնից չես։ Չտեսար, չլսեցիր։ Հա, լսեցի, հետո։ Մեկ-մեկ վախենում եմ քեզնից, գիտես։ Բա քնելուց առաջ բարձի տակ դանակ դիր։ Ես գիտեի, որ այսօրը գալու է։ Գիտեի, որ մի օր Արնան գալու է, կանգնի դիմացս ու երեսիս ասի, որ դավաճան եմ։ Բայց դավաճան ես։ Դավաճան եմ, բա ինչ եմ։ Դե դու քո մասին այդ կարծիքն ունես, Աննայից ինչ ես նեղանում։ Չեմ նեղանում։ Ամաչում եմ։ Իսկ քո համար ոչ մի արժեք չի մնացել։ Քեզ համար միակ արժեքը փողն է։ Մենակ փողն է քեզ տեղից շարժում։ Բալես, իսի չէ։ Նորմալ է, տաճ ջան։ Դու ստեղ ինչ ես անում։ Միասին ենք եկել, պապ ջան։ Չեմ պատրաստվում ընտանիքս քայքայել ու դրանով մարդամեկին նվեր անել։ Իմ տեղը քո կողքին է, անկախ մեր բախումներից։ Բախում։ Մի ծիծաղացրու։ Լավ հեշտ ու թեթև ես բնորոշում քո արածները։ Սոս խնդրում եմ, չսկսեք նորից վիճել։ Մանկավարժ կին ես, մամ ջան։ Տղայիդ բացատրի, որ ընտանիքը պահելը ավելի կարևոր է, քան ընտանիք ստեղծելը։ Մյուս անգամ մորս հետ խոսալուց տոնդ կփոխես, եթե պատրաստում ես այստեղ ծվարել։ Ականջի տող արա։ Այս տանը էլ վեճ չլինի, պարզա։ Սոս խնդրում եմ, իմ պատճառով պետք չի խոսակցություն սկսել, Աստծո սիրուն։ Քեզ ինչ է եղել, այդ ինչ վիճակ է։ Դե հիմա կռիվ եմ արել, պապ։ Ոնց որ հունի մեջ ես ընկել, այս անգամ ում հետ ես ակլորացել։ Հենրի, այդ լավ չի, ինչ ունես հետը կիսելու։ շատ ինքնավստահ էր, քիթը պիտի մի լավ տրորվեր։ Ոնց որ հակառակն է եղել, խոսքով չէիր կարողանում ասելիքը տեղ հասցնեիր։ Մորս հասցեին դուրս տվեց, դրա համար էլ մրթին կերավ։ Այսինքն։ Դե հա, եկել հաշիվ էր պահանջում Աննա մորաքրոջը խեղդելու համար։ Ես էլ հաշիվը փակեցի։ Ինչ։
ներկան միշտ էլ անցյալից տվերն է։ Ու դրանից երբեք ոչ մեկ չի խուսափել։ Եթե հայրս չխանգարեր ու կյանքս սոսի հետ կապեի, ես իմ աշխարհի ամենաերջանիկ կինը կլինեի։ Բայց իմ համար ուրիշ ճակատագիր էր պահված։ Երևի ճիշտ են ասում, որ առաջին սերը միշտ օդում ու անկատար է մնում։ Ամեն ինչ կտայի, եթե հնարավորություն լիներ սխալս ուղղելու։ Հա, բալես։ Մամ ջան, ուր ես, ինչի չես գալիս տուն։ Ես այդ տանը անելիք չունեմ, բալես։ Մամ, խնդրում եմ, բա մենք։ Ես, Հենրին, մեր մասին չես մտածում։ Հավատա, բալես, մինչև հիմա այն զոհողությունների, որ գնացել եմ մենակ հանուն ձեզ ու ձեր մասին մտածելով եմ արել։ Բայց էլ ուժ չունեմ։ Մամ, դու մեզ թողնելով էլ չես կարողանալու։ Եթե ձեզ հետ չեմ ապրում, էլ չի նշանակում, որ ես ես թողել եմ։ Դուք արդեն հասուն մարդիկ եք ու ես ձեր փոխարեն չեմ կարող որոշել։ Բայց 24 ժամ ձեր դրամատրության տակ եմ։ Խնդրում եմ, մի հատ արի մեր տեսանկյունից նայենք։ Հասկանում ես, մենք մեղավոր չենք, որ դուք չեք հաշտվում։ Ձեր այդ խնդիրների անհաշտության պատճառով մենք ենք անորոշության մեջ հայտնվում, մամ։ Վնասում եք մեզ, հասկանում ես։ Ճիշտ ես, բալես։ Դուք հաստատ մեղավոր չեք, բայց ինձ էլ հասկացի, ես էլ ի վիճակի չեմ այդ կեղծ դիմակը հագնել ու տան մեջ ման գալ։ Ինչ ժամանակ է պետք է ես ուզում եմ մենակ մնամ իմ մտքերի ու ապրումների հետ։ Ինձ թվում է դուք մի օր ինձ կհասկանաք ու կներեք։ Ներելու բան չկա, մամ ջան։ Ուղղակի շատ եմ ուզում, որ բոլորս միասին լինենք։ Չգիտեմ։ Գուցե տոնել կա։ Բալես էլի նեղված, փակված ես քո սենյակում։ Ինչքան սենց կարել է։ Դու քո մեղքը չես գալիս։ Ես ամեն ինչ անում եմ, որ իմ ու հայրի հարաբերությունները դեպի լավը գնա։ Բայց չի ստացվում։ Ինձ թվում է այդ երախուցանվելուց հետո հայրին սկսել է զգացմունքներ տածել այդ աղջկա նկատմամբ։ Դու չես մտածում, որ պետք է վերջ տնես այդ ամեն ինչին ու քո կյանքով ապրես։ Հայրին շուտվանից արդեն խաչ է քաշել քո վրա ու իր կյանքով հանգիստ ապրում է։ Մենակ դու ես տառապում։ Ես այդքան շուտ չեմ կարող խաչ քաշեմ մեր հարաբերությունների վրա։ Բայց եթե դիմացինդ տենց հավարվել, դու ինչ ես անելու։ Շարունակելու ես տենց պայքարես ինչի համար։ Ինքը իր գործերով է, իր կյանքով է ապրում։ Ինչ ես անելու։ Սեր ես խնդրելու։ Խնդրելու ես, որ Հենրին քեզ սիրի։ Քեզ դա չի սազում, Անգելինա։ Եկել եմ տուն, ոչ զանգելա, ոչ գրելա, ոչ հետաքրքրվում է ինձնով։ Որովհետև ցանկություն չունի։ Ինքը իր կյանքով նորից ընկրկնում, հանգիստ ապրում է։ Իսկ դու օրերով փակվում ես սենյակում, տառապում ու լացում ես։ Մոռացի իրան, խնդրում եմ։ Դու ուզել ես Աննային խեղդես։ Հա, լավ եմ արել, ափսոս չհասցրեցին աշխարհ ուղարկել։ Սովա, ես սրա հետ իմ կյանքն եմ կիսել։ Ես սատանանով է։ Սպասի։ Բա դու ասում ես Աննային ատում եմ։ Ինչի էր գնացել մոտը։ Ես գնացել եմ իմ ընտանիքը պաշտպանելու համար։ Իսկ դու ինչի էիր գնացել տեսնելու դրան։ Աստորեն դու ինձ հետևում ես։ Կինս ես չի կարելի։ Սոց վերջացրեք, խնդրում եմ։ Մամ հասկանում ես թե սա ով է։ Գնացել է քրոջը խեղդելու, փոխանակ զղջա եկել այստեղ արդարանում է։
Լավ եմ անում։ Այն ինչ ինձ է պատկանում, պատրաստ եմ բոլորի վրայով անցնել։ Էդ գիտենք, ուրիշ բան ասա։ Կրակն ընկա պատմեցի, պապ։ Չէ, ճիշտ արեցիր, որ պատմեցիր։ Մորդ մասին նոր բացահայտումներ արեցի։ Ամբողջ կյանքում հետից խանգարեց։ Չթողեց նորմալ ապրեմ, հասկանում եք ամբողջ կյանքում։ Ինչ ուզել եմ արել ինքն արել, ով սիրել եմ ինքն ա սիրել, ինչի համար աշոջից նստել, կարակ ասեք։ Այս անգամ ես հենց չեմ թողնելու, ես ձեզ երդվում եմ։ Ես իմ ամուսնուն ու իմ ընտանիքը պաշտպանելու եմ, երդվում եմ ձեզ, նատում եմ, ես զզվում եմ դրանից։ Զզվում եմ։ Ինչ եք տենց երկու վրես նայում։ Ուր է մաման, պապ։ Իսկ ինչի իրան այդ հարցը չես տալիս։ Տալիս եմ։ Ուղղակի ինչ-որ տարօրինակ պատասխաններ եմ ստանում։ Ու դա ինձ գնալով անհանգստացնում է, պապ։ Ինչ ա եղել, պապ, որ չի ուզում տուն գա։ Հիմա էլ հո ես չեմ պատճառը, ես տանն եմ։ Ասեմ ավելին, եթե Հենրին տանն ու մաման չի գալիս, ուրեմն ամեն ինչ ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք։ Մորդ հին օրերի յարն է հայտնվել։ Մամատ էլ տրաուրի մեջ է։ Ճիշտ էլ հանում։ Ես էլ իրա փոխարեն լինեի, տենց կվարվեի։ Դե վերցրու այ բանը։ Երբեք չէի պատկերացնի, որ իմ հետ սենց կվարվես։ Որ ես ձևով ինձ մեջքից կհարված ես օրգուր։ Ոնց ես կարողացել։ Ոնց ես այդքան համբերել ու լռել։ Այսքան տարի տառապանքս տեսել ես ու ձայն չես անել։ Գոնե ասեիր, որ ողջ է։ Գոնե չլինելու համար չտանջվեի։ Չեմ ներելու։ Ոչ մեկից չեմ ներելու։ Ոչ քեզ, ոչ հորս, ոչ Սոսին, ոչ էլ Սոսի մամային։ Ամեն մեկդ մենակ ձեր մասին մտածեցիք։ Ոչ մեկդ իմ ու իմ ապրումների մասին չմտածեց։ Ես կյանքում միակ բանը, որ ինձ ուժ է տալիս, իմ երեխեքն են։ Ու նորից մի երեխա ունենալու միտքը։ Տեր իմ Աստվածների ինձ, չեմ ուզում մեղ գործեմ, բայց արդյոք ճիշտ էր Միքայելից նորից երեխա ունենալը։ Արդյոք ճիշտ էր Միքայելին ճանաչելով նորից ես քայլին գնալը։ Ես արդեն չգիտեմ։ Ես ինձ մեղավոր եմ զգում դեռ չծնված ես երեխու առաջ։
Հորքուր։ Էս էր ձեր ուզածը։ Վերջը եղավ են ինչից ամբողջ կյանքում վախենում էի։ Դու միշտ էլ ամբողջ կյանքդ վախեցած ես եղել, նորություն չի։ Փաստորեն մի բան էլ հեգնում ես։ Աննան եկավ կանգնեց առաջս։ Ինձ մեղադրեց դավաճանության ու ստի մեջ։ Ինչի ինձ ներքաշեցիք ձեր կեղտոտ գործերի մեջ։ Էլի Աննա, զզվում եմ դրանից, դրա անունը իմ մոտ մի տվեք, երան ընդհանրապես ծնված չլիներ։ Հավաքի քեզ։ Քրոջդ մասին ես խոսում։ Քանի անգամ քեզ ասեմ, ես էլ քույր չունեմ, ես հանել եմ իրան վաղուց իմ մտքերից ու սրտից։ Ընտանիքս քայքայվում է, ձեռքից գնում է, դու զանգել քո դարդերն ես պատմում։ Զզվում եմ քեզնից, Աննա, ոնց եմ ատում քեզ։ Պապ, ինչ ես խոսում։ Ուղղակի երևույթները իրանց անուններով են կոչում։ Ու դու տենց հանգիստ խոսում ես դրա մասին։ Բա ինչ անեմ։ Դե ընդհանրապես մտածում եմ են աշխարհը ուղարկեմ, բայց հիմա չէ, հիմա մի քիչ խառնեմ։ Հերթը քեզ չի հասնի, պապ ջան։ Ես դրան իմ ձեռքով եմ սատկացնելու։ Խնդրում եմ մեկ կբացատրես ով է այդ մարդը ու որտեղից է հայտնվել։ Մոսկվայից։ Այս տան գաղտնիքները ու խորհրդավոր պատմությունները մի օր պետքա վերջանան, թե ուղղակի հույսեր են փայփայում, պապա։ Էս ինչ ա եղել։ Ինչ եք իրար խառնվել։ Ոչ մի բան էլ չի եղել։ Թորներդ ուզում են իմանան Աննան ինչի տուն չի գալիս, ես էլ պատճառը ասում եմ։ Պապա, կարաս մարդավարի բացատրես հասկանանք ով է այդ նախկին սերը։ Պատմի։ Պատմի թող իմանան, մեծ երեխեք են։ Վաղը միսօր ակաժներն անգնելու։ Հենա թող քեզանից իմանան, էլի։ Պատմի։ Մամայիդ նախկին սերը մորաքրոջը տամոսինն է։ Լիլիթի։ Հա, Լիլիթի։ Էլ ուրիշ մարդ չկար։ Տղա ջան, սերն ինչ ասես կպնում է։ Ընդཐུպ մինչև աթարին պատահվայլի։ Պապ, իսկ այդ ամեն ինչ ամուսնանալուց առաջ ա եղել, թե հետո։ Մինչև մեր ամուսնանալը, Հենրի։ Մամատ դրա հետ սիրավեպի մեջ էր։ Ես էլ սպասում էի մաման ավարտի դպրոցը, որ հորս հետ գնանք, մատանի դնենք, հարսանիքի համար պայմանավորվենք։ Դե, որտեղից որտեղ։ Դա իմացել էր այդ մասին ու որոշել էր ինձնից առաջ ընկներ ու մորդ հենց վերջին զանգի օրը իրան առաջարկություն արեց բեմում։ Հետո տղա ջան, Բագրատ պապըտ, փողի մեռած Բագրատ պապըտ, դրան արանքից հանեց։ Մենք էլ մորդ ադաթով բերեցինք, հարսնիկով ամեն ինչով բերեցինք տուն։ Մորքուրդ էլ տեսավ ճամպեն բացա, ծապծարը բարեց։ Չես կացա ինչ ենք մենք սրա մասին նոր իմանում։ Մենք էլ ենք նոր իմացել բալես, մենք էլ չգիտեինք, որ ողջա, ասում էին Մոսկվայում է, կամ մահացել է, կամ ինչ-որ դժբախտ պատահարի մեջ անգել, բայց պարզվում է ոչ միայն ողջը, այլև պսակվել է մորքուրիդ հետ։ Հնդկական կինո ալրև։ Բրազիլական, հնդկական չի, բրազիլական։
Մտածում եմ ամենաճիշտը արևային էներգիայի համակարգ կիրառելն է։ Հա, դա դպրոցի համար լավագույն լուծումը կլինի։ Դե հենց հիմա դրանով կզբաղվեմ։ Շատ լավ։ Դենք։ Solar Center Հայաստանի Հանրապետության top 3 ընկերություններից մեկն է։ Դա աշխատել է ավելի քան 20 համայն կապիտալների հետ։ Սա արդեն շատ լավ է։ Մեզ վստահել են պաշտպանության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը։ Ինչ են առաջարկում։ Առաջարկում են 12 տարի անվճար սպասարկում կայանի համար, 10 տարի գործարանային երաշխիք փոխակերպիչի համար եւ 25 տարվա արտադրողականության երաշխիքներ։ Հանդիրա։ Հենց այս ընկերության հետ էլ կարելի է պայմանագիր կապել, բերել եւ տեղադրել։ Ամառն է լավ սեզոն է։ Ես արձակուրդները կօգտագործենք այդ գործողությունների համար։ Միշտ հավաստիացրել ես, որ պատրաստ ես հանուն մեր սիրո աշխարհին դեմ գնալ։ Դու ինձ խաբել ես։ Իսկ դու իմ կյանքն ես գողացել։ Իմ ազատությունը, իմ երջանկությունը, ես 25 տարի չեմ ապրել։ Ես 25 տարի քեզ եմ սքացել ու պարզվում է այդ ամբողջ ընթացքում դու ողջ ես եղել, ամուսնացել ես քրոջս հետ, հիմա էլ եկել նստել ես ինձ ես մեղադրում։ Ելում մեղադրեմ։ Եթե դժբախտություններիս ամենամեծ մեղավորը դու ես։ Ինչով եմ մեղավոր, որ ամբողջ կյանքում մենակ քեզ եմ սիրել։ Շատ ուժեղ ես սիրել։ Դրա համար էլ չես հասցրել ինձ սքալ ամուսնացել ես Միքայել Շախունցի հետ։ Շատ ես փոխվել։ Իմ ճանաչած սոսից ոչ մի բան չի մնացել։ Շատ խառը պատմություն է, գլուխ չհանեցի, բայց դրան ոտերից տակ եմ առնելու։ Պաստորեն մաման ու Լիլիթը նույն տղային են սիրել։ Ուղղակի Լիլիթը ավելի ճարպիկ է գտնվել։ Դժգոհ ես, որ մաման ու պապան իրար հետ են ամուսնացել, ֆայն է։ Չէ, Հենրի։ Ուղղակի փորձում եմ իրադարձությունները իրար հետևից դասավորել։ Նաև բայց մաման ինչի տուն չի գալիս։ Կարող է այդ սոսը նեղացնում, մեզ բան չի ասում։ Չեմ գործ։ Վերցրու, մամ։ Չի պատասխանում։ Սրա գնացել։ Չգիտեմ, ֆայն է։ Բայց այդ սոսի հարցերը ես եմ լուծելու։ Այդ էր մնացել պակաս մեր ինչ-որ մեկից նեղվի ու տուն չգա։ Ասա անգել լսում եմ։ Հենրի, ինձ թվում է մենք պիտի խոսենք, թեկուզ հեռախոսով։ Ինչ ա եղել։ Չգիտեմ, ես զգում եմ, որ դու ամեն գնով խուսափում ես ինձնից։ Միգուցե հետերը խոցանվելուց հետո հետ աղջկա հանդեպ ավելի ուշադիր ես դարձել, կամ սկսել ես հավանել։ Զանգել ես, որ էդ ասես։ Ինչի քիչ է։ Հետ ամեն ինչը շատ ուղիղ կապված է մեր հարաբերությունների հետ։ Վերջի շրջանում ես անընդհատ թվում եմ նորից սկսեմ, բայց հետ միակողմանի է, փոխադարձ ոչ մի բան չեմ ստանում։ Ոնց որ մեր հարաբերությունները մենակ ինձ պետք լինեն։
Ես այդ օթում փիլիսոփայելու ժամանակը չունեմ անգել։ Այն եմ ինչ կամ։ Ոչ ավել բան կարամ անեմ, ոչ էլ ավել բան կարամ տամ։ Կխոսանք։ Այս երևույթի հետ ապրելը արդեն անտանելի է։ Պապ, մի մոռացի, որ մամայի մասին ես խոսում։ Տղս հասկացի, նյարդերս չի դիմանում։ Մի ամբողջ կյանք դիմացել եմ, էլ չեմ ձգում։ Դրա համար ընտանիքը պիտի սիրո վրա կառուցվի։ Մամ, գոնե դու այդպես մի խոսի։ Ամեն ինչ արեցիր, որ Աննային մոռանամ, Լիլիթի հետ ամուսնանամ։ Հիմա ինչից ես դժգոհ։ Այս այն ժամանակ չպիտի խառնվեի։ Անցյալը պետք չի փորփրել։ Դրանից օգուտ չկա, միայն ցավն է ավելանալու։ Բայց ես անում էի այդ ամեն ինչը, որ քո կյանքը փրկեի։ Որ քո մեջ ապրելու ցանկություն առաջացնեմ։ Ուղղակի չէի կարող քեզ այդպես տեսնել։ Քո այդ հուսահատ վիճակում ուղղակի խելակառվում էի։ Ու ես ամեն ինչ արեցի, որ քեզ կյանքի բերեմ։ Չգիտեմ էլ։ Ճիշտ եմ արել, թե սխալ։ Իմ բոլոր նպատակները մայրական սրտից են բխել։ Ես ուղղակի ուզում էի քեզ օգնել։ Հիմա օգնեցիր, թե խանգարեցիր։ Ես արդեն չգիտեմ։ Գնացքը արդեն գնացել է, ես էլ վաղուց այդ գնացքի ուղևորը չեմ։ Այրելու բան չկա, մամ ջան։ Դու միշտ ինձ համար ամենալավն ես եղել։ Բարդա։ Ավելին քան պատկերացնում ես։ Ինձ թվում է խոսելու շատ բան ունենք։ Պապ, Ասա բանես։ ինչ ասեմ, ապշած եմ։ Ես ձեզ շատ բան չեմ ասել, Ֆայնա։ Բայց միշտ մտածել եմ, որ պետք է ձեզ խնայել։ Բայց երևի պապին ճիշտ է ասում, պետք է ամեն ինչից տեղյակ լինեք մեծ երեխեքիք։ Ես հույս ունեմ, դու ինձ կհասկանաս։ Գիտես, դժվար է ապրել մի կնոջ հետ երկար տարիներ մի տան մեջ, որ քեզ չի սիրում։ Ուրիշին է սիրում։ Հիմա էլ։ Չէ, հիմա չէ։ Մայրդ այդ հարցերում ազնիվ է։ Հետո որ չսիրեր, երեխա չէինք ունենա։ Բայց տարիներ շարունակ մեռել ու վերակենդանացել եմ։ Ու չեմ ստացել այն սերը, որ տղամարդը ուզում է ստանա կնոջից։
Ի վերջո դրա համար են ամուսնանում եւ ընտանիք կազմում։ Ես այդ ամեն ինչից զուրկ եղա։ Ատամներս սեղմած այս տարիների ընթացքում ապրեցի ու երիտասարդությունս տանուլ տվեցի։ Դու ճիշտ ես, մամ։ Ես հո տեսել եմ ինչքան չսիրված ու չգնահատված ես եղել։ Բայց դու արժանի չես այդ վերաբերմունքի։ Բան ա եղել։ Շատ։ Ու դրա պատասխանները դու ինձ հիմա կտաս։ Լսի այլ ակոտ, քեզ քո չափերի մեջ բայի։ Ու քեզ չվերաբերող հարցերին մի խառնվի։ Այդ տոնով հետս մի խոսա։ Օրդ կտորն ես։ Ոչ միայն արտաքինով ես նման, այլ նաև բնավորությամբ։ Հերդ էլ էր հարցերին էմոցիոնալ նայում, հետո էլ զղջում էր։ Այնպես որ խորհուրդ կտամ, օրդ պես չվարվես, հատկապես ինձ հետ։ Թե չէ հորդ օրը կգցեմ, անունդ կմոռանաս։ Օրս մասին հարգանքով խոսա։ Քեզ միշտ քո դարակի մեջ բայի, թե չէ քեզ համար վատ կլինի, ու մեկ էլ ականջի տողարա, կա մեկը, որ շախունցներից չի վախենում ընդհանրապես, ընդհակառակը։ Պատասխանս տալու։ Ապրելն անիմաստ է։ Ինձ հարկավոր չի մի կյանք, որտեղ չկաս դու ու չկա ինձ ու քեզ կապող մեր երեխան, որ ապրեց, հավանաբար ընդամենը մի քանի ժամ։ Բայց ես լսեցի նրա ձայնը, ես լսեցի, ու հիմա առանց ձեզ ես էլ ապրել չեմ ուզում։ Գալիս եմ իմ ու քո երեխայի հետևից, գալիս եմ մեր սիրո հետևից, որովհետև սենց արդար չի։ Դուք միասին եք իրար հետ, իսկ ես մենակ։ Չես լսում, մտքերով ես։ Շատ հեռուն էի հասել։ Մտքերով գնացել էի 25 տարի հետ։ Այն պահը, երբ իմացավ, որ երեխես մահացել եմ։ Պատուհանին կանգնած ուզում էի կյանքիս վերջ տալ, որովհետև իրանից հետո իմ կյանքի իմաստ չուներ։
իմ ու քո մեծ սիրո պտուղներ։ Ես այդ մասին չեմ իմացել։ Հասկանում ես ինչ է արել քո մայրը։ Միսը տող իմ ճակատագիրը փոխել է։ Ու ինչի մենակ իմ։ Քոնն էլ հետը։ Մայրս փորձել է ինձ փրկի։ Մարմինդ փրկեց։ Իսկ սիրտդ, հոգիդ, հեռավորությունը ինչ-որ հարց լուծեց։ Նա մայրը, ինչ շրջապատող աշխարհը ուրիշ կերպ է տեսնում, ոնց որ դու, որպես մայր։ Սոս, դու ինձ սիրում էիր։ Դու այդ հարցի պատասխանը ինձանից լավն ես։ Ոնց եղավ, որ ինձ էիր սիրում, բայց քրոջս հետ ամուսնացար։ Տենց ոնց է ստացվում։ Պաստորեն Միքայելը ինձ ավելի շատ էր սիրում։ Որովհետև այսքան տարի ոչ մի վայրկյան ինձ մենակ չի թողել ու իր սերը երբեք չի փոխվել։ Ինքը միշտ համբերող ու հանդուրժող է եղել։ Ինչ չի հետաքրքրում Միքայելի սերը կամ էլ համբերելու պատճառները։ Ինչի։ Որովհետև ճշմարտությունը լսելը դժվար է։ Ես հասկանում եմ, որ ճշմարտությունը դաժան է։ Եթե ողջ էիր, ինչի չհայտնվեցիր։ Ինչի մի օր չուզեցիր ինձ տեսնել։ Հետ ոնց եղավ, որ բոլորին լսեցիր ու ինձ մոռացար։ Ինչ էր փոխվելու։ Շատ բան։ Գայր տեսներ ոնց եմ տառապում, ոնց եմ սերս թաղում, ոնց եմ փորձում հաշտվել իմ կորուստների հետ, թե քեզ թվում էր հեշտ էր երեխուս դեռ չտեսած կորցնելը։ Գայր իմ կողքին լինեիր, գայր իմ հետ հավասար տանջվեիր, ինչ ինձ մենակ թողեցիր, ինչ իմ տառապանքի հետ ինձ մենակ թողեցիր։